Բարի Մկրտչյան, 3 հարց ունեմ, փորձեմ արագ ձևակերպել, որպեսզի դուք էլ հասցնեք բոլորին անդրադառնալ։ Առաջին հարցս վերաբերում է վերջերս ավելի շուտ սեպտեմբերին ԱԾ ղեկավարի եւ իր պատվիրակության այցին Բաքու, քանի որ ազգային անվտանգության ծառայությունը լիազոր մարմինն է, որը զբաղվում է գերիների եւ անհետ կորածների ճակատագրի հարցով, ես ուզում եմ, որ դուք մեզ եւ լայն հանրությանը ներկայացնեք, թե Բաքու ձեր այցելությունը ինչ արդյունք է տվել, արդյունքի տեսակետից։ Երկրորդ հարցը վերաբերում է տրիպին, գիտեք, որ ժամանակին հայտարարվել էր, որ առանձին ստորաբաժանում է ստեղծվում ԱԱԾ-ում, որը պետք է հետագայում վերահսկի այդ ճանապարհը։ Ես ուզում եմ հասկանալ գոյություն ունեցող բանակցություններում վերահաստատվել է արդյոք այդ մոտեցումը, որ մեղրիով անցնող ճանապարհի ամբողջական վերահսկողությունն իրականացնելու է կոնկրետ այդ ստորաբաժանումը։ Եվ երրորդ հարցս, վերջերս տարբեր քրեական գործերի շրջանակներով մեկ էլ տեսնում ենք, որ ազգային անվտանգության ծառայության հատուկ ստորաբաժանումներ, լինի աջոկատը թե մեկ այլ ջոկատ, իրականացում են այնպիսի գործողություններ, որոնք բան չեն, այսինքն սովոր չի, որ ԱԱԾ-ն է նման գործառույթ իրականացնում։ Օրինակ, իրավաբան Կոչուբաևին ԱԱԾ հատուկ ջոկատավորները պարկեցնում են գետնին, հետո բերման են ենթարկում։ Այդ որ օրենքի լիազորությունների շրջանակներում է, որ ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումը նման գործառույթներ է իրականացնում։ Շնորհակալություն հարցերի համար, այդ հարցերը նույնպես դուրս են օրենսդրական նախաձեռնության շրջանակներից, բայց կփորձեմ պատասխանել։ Առաջինը, ինչ վերաբերում է Բաքու այցի վերաբերյալ, մեր մամուլի ծառայությունը տարածել է համապատասխան հաղորդագրություն, որում նշված է Բաքու այցի նպատակները եւ այն անձանց շրջանակը, որոնք մեկնել են Բաքու։ Տրիպի հետ կապված դուք էլ գիտեք, որ դեռ շատ հստակեցման անհրաժեշտություն ունեցող հարցեր կան, եւ դրանց շարքում է նաեւ թե որ ծառայությունն է եւ ինչ եղանակով է իրականացնելու պահպանությունը։ Այո, մեր մոտ ստեղծվել է հատուկ ստորաբաժանում նման այդ նպատակներին ծառայելու համար եւս, բայց ասացի, որ դրանք կանդրադառնանք հետո։ Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի ձեր նշած որոշ գործողություններին, ԱԱԾ-ն իր իրավասության սահմաններում ապահովում է անձի, հասարակության եւ պետության անվտանգությունը եւ իր գործառույթները իրականացնելիս առաջնորդվում է օրինականության, ժողովրդավարության, օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքներով։ Շնորհակալություն։ Արձագանք։ Առաջին հարցի հետ կապված, պարոն Մկրտչյան, նպատակները հայտնի է, հաղորդագրություն տարածվել է։ Ես հարցնում եմ արդյունքի մասին։ Դուք արդյունքի մասին մինչև այսօր որևէ բան հանրությանը չեք հայտնել։ Հիմա ինչ վերաբերում է նրան, որ պետության անվտանգության սպառնալիքների տեսանկյունից է իրականացում այն, ինչ Ալֆա ջոկատ օրինակ իրականացրել է։ Հիմա խնդրում եմ ձեր ասացի տրամաբանության մեջ վերլուծեք։ Օրինակ ստատուսի համար հատուկ ջոկատայինները, երբ որ մարդուն գետնին են պարկեցնում, կամ օրինակ երբ Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի տուն են ներխուժում առավոտ բարլուսով հատուկ ջոկատայինները, խնդրում եմ ինձ ներկայացրեք, թե կոնկրետ այդ անձինք պետությանը ինչպիսի սպառնալիք էին ներկայացնում, որ օրինակ սովորական ոստիկանական ուժերը եւ այլն կամ ուղարկեին ասեին ներկայացեք ոստիկանական բաժանմունք, այդ տրամաբանությամբ տեղի չի ունեցել։ Այսինքն ուզում եմ հասկանալ, այդ երբ վանից է ԱԱԾ հատուկ ստորաբաժանումները դառնում ուղղակի գործիք մահակ մարդկանց սպառնալու եւ վախի մթնոլորտ տարածելու համար։ Եթե խոսքը չի վերաբերում ահաբեկչությանը, պետական գլոբալ անվտանգությանը, խոսքը ստատուսի համար մարդուն գետնին պարկացնելու մասին է։ Արդեն պատասխանեցի այդ հարցին։